Քրիստոս հարյավ իմերելոց, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, դուք էլ կփաստեք կհամաձայնվեք ինձ հետ, որ մանուկ հասակում շատ ենք վիճել մեր եղբայրների, ընկերների հետ, թե ով է մեզանից ավելի մեծը, ով պիտի քշի հեծանիվը կամ ով պիտի այս գնդակով խաղա այս պահին եւ շատ ու շատ այլ օրինակներ։ Սակայն տարիքի հետ հասկանում ենք, որ սա ոչ միայն բնորոշ է մանուկներին, լոկ մանկական վարքագիծ չէ, այլ շատ անգամ բնորոշ է նաև հասուն մարդկանց։ Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ինչ-որ ֆինանսական, անձնական բարեկեցության կամ ուրիշներին զարմացնելու մրցավազքի մեջ են հայտնվում, որտեղ բազմիցս կռվում են միմյանց հետ, վիճում են, թե ով է իրենցից ավելի հարուստ, ով է ազդեցիկ եւ վերջապես ով է ավելի մեծ։ Այսօրվա ընթերցումը, որ Մարկոսի ավետարանից է, եւս շատ կարևոր դրվագի մասին է։ Աշակերտները Քրիստոսին հարցնում են, թե ով է իրենցից ավելի մեծ։ Եվ սա այն նախապատմությունից հետո, այն դրվագից հետո, երբ Քրիստոս Թաբոր լեռ բարձրանալու համար իր հետ տանում է միայն Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես առաքյալներին։ Եվ այնքան ուժգին է լինում նրանց հուզումը, որ նրանք ճանապարհին նույնիսկ վիճում են իրենց հետ։ Ընթերցենք այդ հատվածը։ Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծը։ Երբ նստեց, կանչեց 12-ին եւ նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող լինի բոլորի վերջինը եւ բոլորի սպասավորը»։ Ապա մի մանուկ վերցնելով կանգնեցրեց նրանց մեջ եւ նրան իր գիրկն առնելով ասաց նրանց. «Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։ Սիրելիներ, Քրիստոս այս դրվագում պատգամում է նմանվել մանուկներին, իսկ ինչու հատկապես մանուկներին, որովհետև նրանք են, որ պարզ են եւ միամիտ եւ չեն հպարտանում, չեն մեծամտանում, չեն չարանում նույնիսկ։ Ընդհակառակը, նրանք մշտապես բոլորին իրենցից մեծ են համարում եւ ենթարկվում են նրանց։ Ճիշտ նույն կերպ, ովքեր ցանկանում են ժառանգել Տիրոջ Աստծո արքայությունը, նրանք պետք է բոլորից իրենց ստորադասեն, այլ ոչ թե մարմնավոր փառքի ձգտեն, այլ կարողանան խոնարհությամբ ենթարկվել եւ հնազանդվել Տիրոջ կամքին։ Մանուկները չունեն անցյալ, որտեղ ինչ-որ մեղքեր են գործել եւ շարունակ ստիպված պիտի լինեն այդ մեղքերի հետ համատեղ ապրել, եւ չունեն ապագա։ Մանուկները ունեն ներկա եւ ապրում են այդ ներկայում, իսկ ներկայում իրենք պարզ են, մաքուր, անկեղծ։ Ուստի նմանվենք մանուկներին, որպեսզի կարողանանք ժառանգել նաև երկնքի արքայությանը եւ խոնարհություն դրսևորելով կարողանանք արժանանալ Տիրոջ որդիները լինելու բաղձալի կոչմանը։ Աստված պահապան ամենքիս։